Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ողջույն, պարոն Մեհրաբյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, մենք խոսում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից, որոնք տարբեր փորձագետների բնորոշմամբ ճգնաժամային են, մյուսների բնորոշմամբ փակուղային եւ այլն, եւ վերանայման կարիք ունեն։ Մյուս կողմից Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցերին Հայաստան։ Հայաստանի վարչապետն էլ համենայն դեպս այս պահի դրությամբ դեռևս ըստ Կրեմլի պատրաստվում է մայիսի 9-ին մեկնել Մոսկվա, հա։ Ձեր ախտորոշումը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ինչ փուլում են։ Կարծես թե տպավորություն է, որ ստագնացիոն ինչ-որ վիճակ է լճացած, հա։ Ոչինչ տեղի չի ունենում այս հարաբերությունները։ Դուք մի քանի բնորոշումներ բերեցիք, թե ճգնաժամ, թե փակուղի, ըստ էության, այո, երկուսն էլ կա, եւ կա երրորդը, կա ուղղակի պատմական անհրաժեշտություն եւ պատմականորեն կանխորոշված է, որ Հայաստանի պետականության զարգացման հաջորդ փուլ թևակողելու համար, այո, անհրաժեշտ է դեզինտեգրացիա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Բոլոր այն թելերի, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանը թևակողի նոր փուլ եւ ըստ էության վերածվել են կապանքների Հայաստանի ձեռքերին, ոտքերին եւ պարանոցին։ Հիմա գալով այդ այցերին եւ ընդհանրապես ռուսների հետ կոմունիկացիայի հարցին, այո, այդ process-ը լինելու է ցավոտ, հաշվի առնելով ռուսական պատկերացումներ եւ աշխարհընկալումը, հա, որը հարիր է ավելի շատ 19-րդ դարի եւ ըստ էության մենք տեսնում ենք ցարերից այս կողմ ոչինչ չի փոխվել։ Ուղղակի ոչինչ չի փոխվել։ Այո, այդ process-ը ցավոտ է լինելու եւ հենց դուք ախտորոշում ասացիք, էլի բժշկական տերմինաբանությամբ առաջնորդվենք, եթե process կա, որը լինելու է ցավոտ, ապա տրամաբանությունը հուշում է, որ անհրաժեշտ է որոշակի ցավազրկում, հա, ցավային շոկից խուսափելու համար։ Ընդ որում տվյալ դեպքում, եթե բժշկության մեջ որ ցավային շոկից պետք է խուսափի պացիենտը, ապա այստեղ թե պացիենտը հանձինս Ռուսաստանի, թե վիրաբույժը հանձինս Հայաստան։ Երկուսին էլ այդ ցավային շոկը սպառնում է, բայց եթե մեզ համար ցավային շոկը կարող է բերել մահվան, Ռուսաստանին կարող է բերել անկանոն շարժումների, անհավասարակշիռ շարժումների եւ Հայաստանի համար էգզիստենցիալ վտանգ ներկայացնող քայլերի։ Հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ, այո, այս կոմունիկացիան անհրաժեշտ է։ Համենայն դեպս ես այցերի մեջ որևէ պարտավորեցնող բան չեմ տեսնում, բայց նաև ուզում եմ զգուշացնել, որ սա չի կարող այսպես վերածվել ինդուլգենցիայի ոչինչ չանել կամ ինդուլգենցիայի մտածելու, որ ահա այսպես մենք կարող ենք անverջ սենց ինչ որ արանքում են վանդամի նման իրարից հեռացող մեքենաների վրա երկուսի վրա էլ մեր երկու ոտքն էլ հենել եւ չճողվել կամ արանքը չընկնել հետո տակը։ Այնպես որ կառավարելիության տեսակետից ես սա դիտարկում եմ որպես ռիսկերը կառավարելուն միտված հենց process, բայց
որպես ռազմավարություն, սա իհարկե միայն կարելի է որպես միջանկյալ փուլ համարել, եթե մենք համարում ենք, որպեսզի այս տարվող քաղաքականության օգուտը մենք տեսնենք։ Եթե այդ այցերը հա իրենցից չեն ենթադրելու ինչ որ կոնկրետ բաներ, ապա ինչու չի վերանայվում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դե յուրե, որովհետև նույն վարչապետի սպասվելի կայցը մայիսի 9-ին այդքան սուր չէր ընկալվի հանրության կողմից, եթե process լիներ դե յուրե այդ երկրի հետ մեր հարաբերությունների վերանայման, բայց դա տեղի չի ունենում։ Այստեղ խնդիրը բազմաշերտ եւ բազմակողմ է։ Ի վերջո դա էլ կա, այդ ինչ որ ասացիք, անշուշտ կա, որ process լինի եւ տեսնում ենք, որ ինչ process էլ որ կա, դա միայն այսպես ֆրագմենտար process է եւ այո, մասամբ նաեւ շոշափում է հիմքերը ռուսական ներկայության Հայաստանում, բայց սա ընթանում է շատ ու շատ դանդաղ։ Էլ եմ ասում, ռազմավարությունը չի ուրվագծվում այս ամենին։ Բայց մյուս կողմից այստեղ նաև քաղաքական նպատակահարմարության հարց։ Ի վերջո, եթե մենք չենք գնում, ինչ ալի։ Ռուսները բարկանում են, բարկացած են։ Ռուսները պետքա պատերազմ սկսեն մեր դեմ, ռուսները մեր դեմ վարում են հիբրիդային պատերազմ եւ դրա մասին ասում է, ասենք, պարոն Ալեն Սիմոնյան։ Ես չեմ ասում։ Եկեք ես չասեմ, այլ մեջ բերեմ պարոն Սիմոնյան։ Երկրորդը մարդու, ով 10 տարի կառավարել է Հայաստանը, Ալեն Սիմոնյանը կոչում է ռուսական շպիոն։ Դե գիտեք ինչ, ռուսական շպիոն այդ բառակապակցությունը իր մեջ հանցակազմ է պարունակում։ Ժամանակ հարց առաջանում, այս մարդն ինչ գործ ունի Հայաստանի քաղաքական process-ում, հա? Դուք պատկերացնում եք մի եվրոպական ժողովրդավարական երկիր, որտեղ մեկին ասում են ռուսական շպիոն ու ինչա տեղի ունենում դրանից հետո։ Կամ դատական process զրպարտության համար, կամ որպես այո ռուսական շպիոն դուրս է դրվում քաղաքական process-ից եւ նրա քաղաքական իրավունքները սահմանափակվում են ժողովրդավարությունը պահպանելու տրամաբանության մեջ։ Բայց այստեղ է բնակ ասում են։ Եվ երրորդը, այնուամենայնիվ այստեղ հարցը լրջագույն բարոյական կողմ ունի, հա։ Ի վերջո տեսեք, բոլոր հարցերով հանդերձ, բայց Վրաստանի ղեկավարությունը չի գնում։ Հիմա կասեք, հա դե Վրաստանը հետները խնդիր ուներ, մենք չունենք։ Էլ ինչ անի մեր նկատմամբ, որ ասենք չէ, գիտեք, խնդիր ունենք։ Ընդ որում Վրաստանն էլ սահման ունի Ռուսաստանի։ Ընդ որում Վրաստանը տարնում է մի քաղաքականություն, որը այնքան հարցեր է առաջացնում, ընդ որում պլյուս պրոռուսականություն եւ այլ եւ այլ եւ այդպես շատ, բայց բաներ կա, որ չի արվում, հասկանում։ Տանկերն էլ կանգնած են Թբիլիսիից 50 կիլոմետր հեռու։ Արևելյան Վրաստանը արևմտյանին կապող ճանապարհից 800 մետր հեռավորության վրա։ Եվ իրոք զորքական հա։ Ի վերջո մենք գնում ենք այդ պարադի, որի չանենք էլի։ Մեզ ասում են, որ դե որովհետև 300,000 զոհ ենք տվել ու հաղթել ենք նացիզմին, մասնակցել ենք այդ հաղթանակին, գնում ենք, ինչ ես գնում տոնես, տոնի, ստեղ տոնի։ Ստեղից գնացած 300,000-ն են զոհվել, ստեղ տոն։ Ընդ որում այդ պատերազմն էլ, որ սկսել է, դրան նախորդել է 2 տարի
երբ այդ պատերազմող երկրները առանց մեզ հարցնելու, հենց իրենք են հրահրել երկրորդ համաշխարհային պատերազմը եւ որպես դաշնակիցներ, որից հետո մեկը հարձակվել է մյուսի վրա, որովհետեւ մտածում էր, որ նա կարող է հարձակվել իր եւ իրենց տրամաբանության մեջ դրանով այսպես առաջ էին ընկնում եւ դա կանխելու համար երկու հանցագործ տոտալիտար ռեժիմ դա մեկ երկրորդը այս մարդիկ ինչի են տես պատմություն սարքում այս հաղթանակի օրը կգաս թե չես գա հարցից եւ որովհետեւ այդ թեման այդ ֆրագմենտը պատմությունից, որը արդեն պատմություն է, վաղուց պատմություն է, վերածվել է լեգիտիմացիայի բազայի, մարդկության դեն գործած հանցագործությունների սերիական, որը իրականացնում է այսօր այդ երկիր, ու դու գնում ես կանգնես նրա կողքը։ Հիմա կասեն Չինաստանը։ Չինաստանի ղեկավարը կոմունիստ է։ Այո, մեռած չթաղած Լենինի կողքը կարող գնա կանգնի։ Դու ես գնում։ Որպես ինչ։ Բայց այստեղ դեպի հաղթանակի այգի, ասենք, կազմակերպված երթ պետք է իրականացնի կապիրտինը։ Կարեք բացատրեք։ Էս ի՞նչ է։ Էս ինչ աբսուրդ է։ Հայաստանի հարկատուների հաշվին վճարվող, վարձատրվող մեր հարգելի նորաստեղծ, ռեֆորմացված, նոր շորեր հագած ներքին գործերի նախարարության գերատեսչական երգչախումբ ու նվագախումբը կանգնում է Երևանում միակ կինոթատրոնի, որի անունը դեռ թյուրիմացաբար Մոսկվա է կոչվում, աստիճանների ինչ-որ կալինկա մալինկա է երկում համազգեստով։ Չհասկացա։ 2026 թվականին ընթരാճ պարզ է, որ Ռուսաստանը իր հիբրիդային գործիքները ավելի ակտիվացնելու, Հայաստանում քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ապահովելու համար, մենք տեսանք Վրաստանը, մենք տեսանք Մոլդովան, մենք տեսանք Ռումինիան եւ այլն, սրանք իհարկե մեզ համար, այսպես ասենք, նաեւ կարմիր դրոշներ են, դրոշակներ են, որ մենք ինչ-որ ձևով պիտի պատրաստվենք դրան հակազդելու։ Ակտիվացել են նույն Ռոբերտ Քոչյանը, հիշեցիք, Սերժ Սարգսյանը, իրար հերթ չտալով ինչ-որ ցուցանողների հետ են հանդիպում, հայտարարություններ անում, առնվազն որ այդ հայտարարությունները անեի ես կամ անեիք դուք, Facebook-ի պատերի լավագույն դեպքում կխաչեին, վատագույն դեպքում քաշ կտային Հանրապետության հրապարակ խաչելիության։ Բայց սրանց արձագանք չկա։ Այս ամեն ինչը մենք շատ օրինաչափ ենք ընկալում։ Մենք օրինաչափ ենք ընկալում, որ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը խոսում է, որ Հայաստանը ագրեսոր պետություն է, որ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, որ Հայաստանը ուրեմն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, որ Հայաստանը ռազմական կազմավորումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հետեւաբար ինչ պիտի աներ Ադրբեջանը, այո, ունեն իրար բոլոր լեգիտիմ հիմքերը հակազդելու Հայաստանի ագրեսիային։ Սա ասում է հանրապետության ավելին, այդ ամենի մեջ եւս մի տող ավելացրեք, որ Ադրբեջան խնդրում է մի հատ էլ հարցակվի, էլի։ Ինչ կլինի։ Մենք ստեղ գործ ունենք։ Մի հատ էլ հարցակվի, տես այ այսքան ինչ եղել է իրանց մեղքով, այս հայերի մեղքով։ Եղել է, հա, մի բան, մի ձև գտի մի հատ էլ հարցակվի։ Սա են ասում նրանք։ ասում է, որ առաջին Արցախյա գոյամարտը 150,000-անոց Արցախն են հաղթել 6 միլիոնանոց Ադրբեջանի։ Հետո Վիտալի Բալասանյանի նամակը Վլադիմիր Պուտինին, որտեղ խոսելով երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, բացառապես խոսում էր արցախցիների դերակատարության մասին։ Սա եւս հարցերից մեկն է։ Ես իմ օրինակով ասեմ,
դեռ Արցախ անունը չտված, կա որոշակի մարդկանց խմբակ, ովքեր քլունգը ձեռքները պատրաստ են տալ ճակատից։ Բայց այս սրան, այս հստակ բաժանմանը, այս հստակ ուրացմանը, այս հստակ տարանջատմանը ոչ մի արձագանք չկա։ Գիտեք ինչ, ինձ համար ուղղակի շատ դժվար է եթերային բառապաշարի սահմաններում այս ամենը մեկնաբանել։ Հաշվի առնելով նաև այն, թե այդ երկու Ադրբեջանի կոմսոմոլի նախկին կադրեր ինչ են բերել 20 տարի Հայաստանի գլխին։ Հասկանում եք։ Ու դեռ մինչև հիմա էլ առանց կարմրելու հավաքում են ինչ-որ միամիտ ջահելների եւ մախտռում են ուղեղներ։ Որում երկու բառից երեքը սուտ, այսպես հարաբերակցությամբ ինչ-որ ճառեր լարցակելու։ Այս ամենը բովանդակային քննարկելը իմաստ էլ չունի, որովհետև այս ամենը հիշեցնում է մի նենց ակտիվացած ֆայլաբազար, ընդ որում հենց Կիրիենկոյի անունը լսելուց հետո եւ այսպես ինքնամատույց ձևով իրանք պատրաստ են ամենաստոր նախադասություններն էլ արտաբերելի վնաս սեփական երկրի, չնայած արդեն չգիտեմ, ես իրանք երկիրն ա թե չէ։ Միայն թե իրենց վրա ուշադրություն հրավիրեն։ Սա է տեղի։ Պարոն Մեհրաբյան, Հետո էլ նեղանում են, որ Ալեն Սիմոնյանը անվանում է ռուսական շպիոն։ Ես ուզում եմ հիմքեր գտնեմ հերքելու Ալեն Սիմոնյանին, չեմ կարողանում։ Չունեմ։ պարոն Մեհրաբյան, բա ինչու է դեպքում իրավական, քաղաքական մուրճը չի իջնում սրանց գանգին։ Մուրճի կոթը ջարդել են։ Ո՞վ է մեղավոր։ Կամ մոռացել են կոթը հագցնել մուրճի վրա։ Չգիտեմ։ Մանավանդ Եվրոպայի մասին մենք նույնիսկ օրենք ընդունեցինք Եվրամիությանն անդամակցելու այդ գործընթացի մեկնարկի մասին, բայց եվրոպական փորձն էլ ցույց է տալիս ժողովրդավարությունը խաթարող երկրի անկախության, սուվերենության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության դեմ գործունեություն ծավալած կազմակերպությունների եւ անձանց հետ ինչա տեղի ունեն։ Այո, նրանց քաղաքական իրավունքները սահմանափակվում են եւ նրանց ռադենանում քաղաքականությունից։ Օրենքով։ Հարց օրենք կա։ Դրա համար այո, պետք է իրավաբաններն աշխատեն։ Հիմա հարց եմ տալի, որ իրավաբաններ։ Դավիթ եւ Գագիկ Հարությունյանների եւ Աղվան Հովսեփյանի շկոլայի իրավաբանները։ Չէ։ Նրանց ուղեղն էլ է մխտռած։ Նրանց պատկերացրած իրավաբանությունն այն է, որ կարևորը աքլորը կանչի, արևը դուրս կգա, թե դուրս չի գա, կարևոր չէ։ Մենք այս որակի հետ գործում ենք, բայց ամբողջ խնդրեմն է նա, որ իշխանությունը այս խնդրեմ չի համարում, հասկանում եք։ Թող մենակ գանգատվեն։ Կամ էլ 7 տարի առաջվա իրավիճակին իրավիճակից բխող, հա, նարատիվները իներցիայով 7 տարի sense բերել։ Մտածելով, որ 7 տարի աշխատելու է։ Դե լավ է։ Հիմա Ալեն Սիմոնյանն ասում է, որ մենք գիտենք, այսինքն եկեք մենք ոչինչ չանենք, բայց ժողովուրդը կգնա ճիշտ կքվեարկի, հարց եմ տալի, բայց Գյումրիում ինչ չքվեարկի։
Հարց եմ տալիս։ Ինչի որովհետև ոչինչ չարեցիք։ Որովհետև չուզեցիք ընդունել մի պարզ ճշմարտություն, որ աղբի տեղը աղբամանն է։ Իսկ դուք աղբահավաքությամբ չզբաղվեցիք։ Օրենքով քաղաքական մեծամասնություն եք։ Օրենքը գրեք, բերեք։ Գրեք, ուղարկեք Վենետիկի հանձնաժողով, արժանացրեք հավանության, բերեք խփեք գլխների։ Տենամ այդ որ մեկն է դուրս գալու պետության դեմ։ Դրոշագով, չգիտեմ, Եդինեյը Ռասիա մեջտեղ բերի ու չպատժվի դրա համար։ Հետո գա երթմնակալության Ռուսաստանի հյուպատոսի մոտ մարտնչող քիսաչու ժպիտներով դիմավորեն, հա։ 102-րդ բազայի հրամկազմից էլ բերեմ, որ վերընկնի ավականի ավականու նիստերի դահլիճում։ Դա սա խայտարակություն չի, բա խայտարակությունն ինչ է։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս վարիացիաներ ռուսական թեմաներով այս ստեղծագործությունը կատարող սազանդարները հավաքվել են իրար գլուխ, փորձում են իրավիճակ ճոճել, փորձում են պատմության անունը հետ շրջել, կներեք, բայց նման ռևերսներ, այո, պատմությունը գիտի։ Պատմությունը նաև գիտի դեպքեր, երբ ժողովրդավարության վրա պարազիտացող ժողովրդավարության գերեզմանափորները անցկացնում են ընտրություններ կամ մասնակցում են ընտրությունների, որոնք դառնում են վերջին։ Ընդ որում շատ քաղաքակիրթ երկրներում էլ ու այս անհոգությունը ինձ համար ուղղակի մեծ հարցեր է առաջացնում, մանավանդել եմ ասում են ամենաամուր առաջատար ավանդույթներով, դարերի ավանդույթներով ժողովրդավարական երկրներ Եվրոպայում, այո, հիբրիդային վտանգներին շատ լուրջ են վերաբերվում, շատ լուրջ եւ ինստիտուցիաներից բաղկացած ցանցեր են ստեղծել, որպեսզի դրա դեմն առնեն։ Մենք ասում ենք, դե դու ժողովուրդ ջան, դե դու շատ խելոք ես, դու կգնաս բան կանես, վերջ։ Արի ես ասեմ ով է ռուսական շպիոն, մնացածը դու գործնա, դու խելոք տղաներ եւ աղջիկներ եք։ Դու գնաք մեզ ձայն կտակ։ Լավ սենս ո՞ս կա։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Համեցեք։ Ընկերներ, զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր։